Ներքին հանդում հրատապ ծրագրով խաղահրապարակի կառուցումը ավելի վաղ սյունեցի երեխաներին տրված խոստման արդյունքն է։ Այստեղ խմելու ջրի տանիքների հետ կապված նախագծերից բացի խաղահրապարակի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտի կառուցումը վարչապետը խորհրդանշական համարեց։ Կարևոր է, որ ներքին հանդի ժողովուրդը ասել են, խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն, որ ասում ենք խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Այդ նշանակում է ներքին հանդի ծնողները պատրաստ են երեխեքին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն, մտավախություն։ Պարզա, որ սահմանազատում արված չի այնտեղ, պարզա, որ հարցեր կան, եւ այդ նշանակում է, որ մարդիկ արդեն նաև արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը արդեն տեղափոխվել է այլ դաշտ, որն այդ դաշտը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացված, այսինքն պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է եւ սա շատ խորհրդանշական է։ Հրատապ աշխատանքներին ուղղված ֆինանսավորման վերաբերյալ որոշումը ընդունվեց չզեկուցվող փաթեթով։ Կառավարությունն այս տարի 10.9 միլիարդ դրամ է տրամադրել սուբվենցիոն ծրագրերին։ 1 միլիարդ 255 միլիոն դրամը հատկացվեց այս նիստին։ Գումարը կուղղվի 7 համայնքի 9 ծրագրի համար։ Ասֆալտապատման բոլոր աշխատանքների դեպքում, երբ պետական համաֆինանսավորման հատվածում պիտի վերաբաշխում անենք, պետական լաբորատորիայի նմուշարումների եւ դրական եզրակացության պայմանը պարտադիր է, որոշակի ժամկետներ ենք սահմանել արված աշխատանքների ընդունման հետ կապված եւ ավարտական ակտերի հետ կապված, որոնք սահմանափակելու են, այսինքն դրանց չիրականացումը սահմանափակելու է համայնքների նոր հայտերի ընդունումը։ Ցավոք այդպիսի դեպքերի հանդիպել ենք։ Մանկապարտեզի շենք նորակառույց այդ նախորդող շրջանում, որը չի գործում, ջրագիծ, որը կառուցված պատրաստ է, որով ջուր չի հոսում եւ այլն եւ այդպես շարունակ եւ այս կառավարման ոլորտի խնդիրներ են, բանաձևը պետքա փոխենք, որովհետեւ մենք տրամաբանություն չենք տեսել, որ համայնքը ուզի ջրագիծը կառուցել եւ հետո ջուր չլինի։ Բայց հիմա այդ փոխկապված պայմաններ անպայման կդրվեն, որպես նման իրավիճակներ չանդրադառնան։ 1 միլիարդ 174 միլիոն դրամ ուղղվեց Հյուսիսարավ ճանապարհային միջանցքի ծրագրին, M6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման, Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների համար։ Վարչապետը ընդգծեց 2018-ից 2025 ներառյալ Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է Խորհրդային Միության տարիներին 1981-88 թվականների ժամանակահատվածում իրականացված ներդրումները։ Վերջին 8 տարում Խորհրդային Միության հայկական ԽՍՀ ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ ենք իրականացրել։ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով շինարարություն, բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։ Անկախությունից ի վեր շատ արագ այդ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո մեր ժողովուրդը եկեք առերեսվենք, որ Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել եւ դա կապված է եղել նաեւ այս երևույթների հետ, երբ որ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են եւ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ, ես կարծում եմ, որ այսպիսով նաեւ մենք եւ մեր ժողովուրդը հաղթահարում են Խորհրդային Միության այդ նոստալգիան, որովհետև իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը, իրենց պետությունը այլևս մղում է իրենց նայելու առաջ եւ ոչ թե նայելու հետ։ Տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ՀՆԱ-ի 6% աճ, նշեց վարչապետը, հավելելով 2021-ին ստանձնելով կառավարումը կրկին օգոստոսին խնդիր էր դրվել ապահովել տարեկան 7% տնտեսական աճ, հիմա արձանագրվել է ավելին, միջինում 7-9% տնտեսական աճ։ Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում, շինարարությունը եւ ծառայությունները, 6 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը հետեւյալն է, ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7%, արդյունաբերության տացի աճը 9.5%, շինարարությունը 25%, առևտուրը 0.8% եւ ծառայությունները 13%, եւ կարծում եմ, որ սա լավ մեկնարկ է, եթե այտենց բաժանարարը համարենք հունիս ամիսը, որ ընտրություններ են տեղի ունեցել։
Վիճակագրության համաձայն ակտիվ է անշարժ գույքի շուկան, չնայած նախորդ տարեվերջին ըստ վարչապետի որոշակի անհանգստություն կար Երևանից եկամտահարկի համակարգի դուրս գալու հետ կապված։ 2025-ի համեմատ անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը ավելի է 15,000-ով։ Երևանում տուն կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է տրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են ներդրում անել, անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ Այդ թեմաներով էլ ես քաղաքացիներից նամակներ եմ ստանում նրանցից, ովքեր բնակարաններ են վարձում, եւ բայց մյուս կողմից նրանք, ովքեր ունեն սեփական անշարժ գույք, այս անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետեւ նրանք ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ քննադատության արժանանալու իրենց տանը նստած ուղակի հարստանում են, որովհետեւ իրենց տան գները աճում են։ Էլեկտրոնային համակարգում համապատասխան փոփոխություններն են կատարում եւ ձևաչափը պայմանագրի ինտեգրելուց հետո հիպոթեքային վարկով ձեռք բերվող պայմանագրերը հնարավորություն կլինի եւս կնքել եւ ավերացնել էլեկտրոնային համակարգում եւ ներկայացնել իրավունքի գրանցման։ Սա քաղաքացիներին տալիս է հնարավորություն, չլինելով Հայաստանի Հանրապետությունում, բանակցել կառուցապատողի հետ եւ բանկի հետ ձեռք բերել գույքը հեռահար ստորագրման մեխանիզմով, որը կրկին ազդելու է անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա։ Անդրադառնալով բնակարանաշինական տարբեր ծրագրերին, վարչապետը նշեց, որ կառավարության պլանը 800 միլիարդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար։ Այս ծրագրով 7000 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր։ Առաջիկայում կընդունվի բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագիրը, կընդունվի նաև ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը եւ կիրականացվեն բնակարանային որոշակի ծրագրեր։ Նշվեց նաև, որ այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացել են բնակարանի ձեռքբերման հավաստագիր։ Ներկա շուկայական գներով արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն դրամ։ Մի բնակարան։ Բնակարանը։ Դա նորմալ իրատեսական թիվ է եւ մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել եւ նաեւ կարող են ինչ որ գումարել նորոգման եւ այլն ծախսերի համար 5 միլիոնի շրջանակում օգտագործել։ Ես նկատի ունեմ, մենք բնակարանային մի շարք ուղղություններով ծրագրեր իրականացնում ենք եւ դեռ արժևում էլ լինելու են նոր ծրագրեր եւ մեր խնդիրն է թիրախային հասցեական այդ աջակցությունը ցուցաբերել է, մնացած մասով արդեն շուկան ինքը պետքա կարգավորի։ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարությունները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, անկախության տարիներին գրված ստեղծագործությունների ջազային համերգով։ Միջոցառումները կեզրափակվեն սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, որի կառուցման մեկնարկի 100-ամյակն է լրանում այս տարի։ Սա նաև ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում եւ մենք պլանավորում ենք այս իմաստով նաև Հանրապետության հրապարակը թե իր ճարտարապետությամբ եւ թե նաեւ որպես մեր պետության խորհրդանիշ ավելի տեսանելի դարձնել։ Նախատեսված են անակնկալներ, ներկայացում եւ համերգ, երեկոն կամփոփվի հրավառությամբ։ Բրենդավորման համար ընտրվել է պետության վերելքը խորհրդանշող թռչնի կերպարը։ Հայաստանի պատմության թանգարանում Բեռլինի թանգարանային կղզու հետ գործակցությամբ կբացվի ցուցադրություն։ Վարչապետը կարևորեց հոբելյանական միջոցառումների մասին պատշաճ իրազեկումը։ Հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Երևանում եւ Երևանի դեպի Երևան բերող բնակավայրերի մերձ ճանապարհային հատվածներից բացի չեն եղել բազմաթիվ վայրերում։ Այս շատ կարևոր նրբություն է, որը իդեպ կապ ունի նաև պետության եւ պետության ընկալման հետ, որը կապ ունի իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, որտեվ եթե իր երկիրը մարդը իրականում չի տեսել, այդ զգացողության շատ կարևոր փոփոխություն է եւ մենք պետք է խրախուսենք անդադ խոսվում է կապանի ճանապարհ, թե ինչ սարսափազդու պայմաններում են ապրում մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Մարդիկ թող գնան տեսնեն ոնց են ապրում, ի վերջո սարսափազդու է թե սարսափազդու չի։ Գնան Իջևան խոշորացված բնակավայրում համերգից առաջ կամ հետո գնան Կիրանց, գնան տեսնեն մարդիկ ինչ սարսափազդու պայմաններում են ապրում, այնտեղ սարսափազդու է թե սարսափազդու չի։ Վանաձոր, Գյումրի եւ այդպես շարունակ, այսինքն սա շատ կարեւոր է պետության զգացողություն ունենալու համար։ Այդ ֆենոմենը ինձ համար շատ կարեւոր է, ինչ ենք մենք անդադ երազում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող տեղերի մասին, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը չենք տեսել, մենք չգիտենք Հայաստանի Հանրապետությունը ինչ է։
Իսկ իմիջայլոց մեր հեռուստատեսության բանով Հայաստանի Հանրապետություն ցույց չեն տալիս։ Ոչ թե մեր գրքերում է գրած Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ցույց ենք տալիս մեր պատմության մեր ընկալումները։ Մեր կոնտենտում ավելի շատ կա Վանը, ավելի շատ կա Մուշը, քան Հայաստանի Հանրապետությունը։ Վերադառնում եմ այն գաղափարին, որ ես 2019 թվականին ես մտածում եմ, որ ոչ թե պետք է լինի ԿԳՄՍ նախարարություն, այլ պետք է լինի Հայաստանի Հանրապետության բովանդակության նախարարությունում։ Որովհետև շատ ինչ որ տենց շատ բան գաղափարեր գործընկերներն ասում են դե լավ դե տենց բայց մենք բովանդակությունով զբաղվող չունենք, մենք չենք զբաղվում մեր բովանդակությունով, ժողովուրդ ջան։ Մենք սպառող ենք ուրիշների մեր առաջ դրած բովանդակության։ Էական չի ով այդ ուրիշը։ Մենք մեր սեփական բովանդակությունը մեր մասին չենք ստեղծում։ Կառավարության ծրագրում ըստ վարչապետի կհատված, որը նախատեսում է հաճախ եւ առավել համակարգված բոլոր շերտերում անդրադառնալ պետության ընկալմանը։ Մեր խնդիրների մի մասը կապված է բխում այնտեղից, որ մենք ինքնահայտարարագրվել ենք որպես պետություն, բայց մեզ չենք պահում եւ չենք պահել որպես պետություն։ Որտեւ պետության պահվածքը լրիվ ուրիշ բան է։ Այսինքն դա որոշակի վարքաձև է, վարքականոն է, որ մենք չգիտենք, եկեք խոստովանենք, որ չգիտենք, եւ դա պետքա դպրոցից սկսած այդ հարցը, դա պետքա գիտական հետազոտության թեմա լինի։ Առաջիկայում եւս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կղեկավարի Գոռ Վարդանյանը հաստատվեց ռեկտորի պաշտոնում նրա ընտրության արդյունքը։ Մայա Խաչատրյան, լուրեր։